Վաղ առավոտվանից իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա որդիների բիզնեսներում և սեփականություններում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի քրեական վարույթում ներգրավվել է առնվազն 7 հիմնական գույքային դրվագ, որոնցում խոսվում է ավելի քան 6 միլիարդ դրամի մասին, այս չարաշահումների մասին է խոսվում։ Առանձին վարույթներով ուսումնասիրվում են նաև 144 միլիարդ դրամի, 309 միլիոն դոլարի, 77 միլիոն եվրոյի, 18 միլիոն ռուբլու փոխանցումներ, դրանք այս արդեն նշված 6 միլիարդից ավելի գումարից զատ են։ Սա միայն քաղաքական գործընթաց է եւ սա ես կապում եմ այն նոր արհավիրքների հետ, որը Նիկոլ Փաշինյանը բերելու է մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության գլխին։ Այն են նոր զիջումներ, նոր տարածքներ, Տիգրանաշեն, նոր Ալիևյան սահմանադրություն, այսինքն այս մարդը ամբողջ իրավական համակարգը օգտագործում է այն ընդդիմադիրների դեմ, ովքեր ունեն հակառակ կարծիք, ովքեր կարող են միջամտել եւ թույլ չտալ Հայաստանի Հանրապետության Ալիևյան սահմանադրության իրականությանը։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում նախկին նախագահը, նրա որդին եւ հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները սա քաղաքական հետապնդում են համարում եւ պնդում են, որ այն պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգով։ Վենդետայի այսպես անոնսը տվեցիք եւ այսօր առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ն հայտնվեց Քոչարյան ընտանիքի բնակարանում։ Այն ինչ որ կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ եւ կատարվում է հիմա, ես չեմ բացառում, որ կարող է կատարվել նաեւ Քոչարյանների նկատմամբ, որովհետեւ քաղաքական եւ իրավական բեսպրինցիպը պատմական, ասես ասած, մաքսիմումի է հասել։ Եվ այստեղ իհարկե ես շատ ավելի կուզենայի բանակում տիրող բարքերի մասին խոսել։ Երեք հերթական մահն է արձանագրվել բանակում, բայց այս մարդիկ փոխանակ իրական խնդիրներով զբաղվեն, իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն իմ գործընկեր Լևոն Քոչարյանի կողմից հնչեցված հարցից հետո բարկացել է, Նաջարյանը բարկացել է։ Եվ հրահանգ է իջացրել, որ գնացեք, պետք է բոլորը նստեն։ Եվ այդ հրահանգը շատ ուղիղ է հնչում, այնպես չէ, որ սենց ձևականություններ են ուզում անեն, ձևը ուզում են պահեն, չէ, ուղիղ հնչեցվում է հրահանգ, որ պետք է գնալ այս մարդկանց տուն, մտնել իրենց տները, կալանավորել, ձերբակալել։